UNICEF Հայաստանը գրում է տղամարդկանց հետ ծննդաբերական դեպրեսիան հաճախ սխալ է մեկնաբանվում եւ հազվադեպ է քննարկվում, բայց պարզվում է, որ հայրերը նույնպես կարող են ունենալ հետծննդաբերական դեպրեսիա։ Տասնամյակներ շարունակ առողջապահության ոլորտի մասնագետներին հայտնի է եղել այն վիճակը, որն անվանվում է հետծննդաբերական դեպրեսիա։ Սա հոգեկան առողջության վիճակ է, որը նման է դեպրեսիային, սակայն զարգանում է երեխայի ծնվելուց հետո 1 տարվա ընթացքում։ Կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տրամադրության անկումը կամ դատարկության զգացողությունը, էներգիայի պակասը եւ այլևս ուրախության չզգալը այն ամենից, ինչը նախկինում հաճույք էր պատճառում, բայց կարող է նկատվել նաեւ այնպիսի վարքագիծ, ինչպիսիք են ալկոհոլի չարաշահումը կամ դյուրագրգռությունը կամ ֆիզիկական ախտանշաններ, ինչպիսին է գլխացավը։ Հաճախ հետծննդաբերական դեպրեսիան ասոցացվում է բացառապես մայրերի հետ, քանի որ ծննդաբերության հետ կապված ֆիզիոլոգիական եւ հորմոնալ փոփոխությունները հատուկ են հիմնականում մայրերին շատ հետազոտողներ եւ բժիշկներ նույնիսկ չեն ենթադրել, որ հայրերը նույնպես կարող են նման խնդիրներ ունենալ։ Այսօր սակայն մեզ ավելին է հայտ, փաստորեն ըստ գնահատումների յուրաքանչյուր 10-րդ հայր հետծննդաբերական դեպրեսիա է ունենում։ Սա չպետք է չափազանց զարմանալի թվա։ Գիտական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիոլոգիական փոփոխությունների ենթարկվում են ոչ միայն մայրերը, այլև ներգրավված հայրերը։ Օրինակ, հորմոնները փոփոխվում են նույնիսկ զուգընկերոջ հղիության շրջանում։ Նույնիսկ նրանց ուղեղի կառուցվածքը կարող է փոխվել։ Ծնող դառնալուն պես տղամարդկանց կյանքում նույնպես զգալի փոխակերպումներ են տեղի ունենում։ Կարող է առաջանալ քնի խանգարում, սթրես եւ գերբեռնվածություն պայմանավորված նոր պարտականություններով, ինչպես օրինակ երեխայի խնամքն է կամ ընտանիքի համար ավելի շատ ծախսերը։ Նրանք կարող են նաև փոփոխություն զգալ իրենց զուգընկերոջ հետ հարաբերություններում եւ ընտանեկան մթնոլորտում եւ կարող են վերագնահատել իրենց ինքնությունը եւ կյանքի առաջնահերթությունները։ Այս ամենը նորմալ է, սակայն այս բոլոր փոփոխությունների պատճառով հայրերը եւս կարող են հետծննդաբերական դեպրեսիայի վտանգի ենթարկվել։ Իրավիճակն ավելի վատթարանում է այն պատճառով, որ որոշ մարդիկ չեն ընդունում, որ տղամարդու հետ ծննդաբերական դեպրեսիա գոյություն ունի եւ քանի որ ընդհանուր առմամբ տղամարդիկ ավելի քիչ հավանական է, որ կդիմեն հոգեբանի օգնությանը, այն կարող է չախտորոշվել։ Ինչպես կանանց հետ ծննդաբերական դեպրեսիայի պարագայում այստեղ էլ այն կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Դա կարող է ազդել նաև ընտանիքի մյուս անդամների վրա, այդ թվում երեխաների։ Պարզվել է, որ նախապրոցական տարիքի երեխաները օրինակ ավելի շատ վարքագծային եւ զարգացման խնդիրներ են ունենում, եթե իրենց կյանքի առաջին տարում հայրը ընկճված է եղել։ Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ հայրերին խրախուսեն դիմել օգնության։ Տղամարդկանց հետ ծննդաբերական դեպրեսիայի ախտանշաններն ու ռիսկի գործոնները հետ ծննդաբերական դեպրեսիա ունեցող տղամարդիկ կարող են ունենալ նույն ախտանշանները, ինչ մայրերը՝ տրամադրության անկում, ուրախություն կամ հաճույք զգալու անկարողություն, հոգնածություն, կենտրոնանալու դժվարություն, ինքնավստահության պակաս, քնի խանգարում կամ ախորժակի փոփոխություն։ Այնուամենայնիվ կան դեպրեսիայի այլ ախտանշաններ, որոնք տղամարդկանց շրջանում ավելի տարածված են։ Իմանալով դրանց մասին կարող ենք օգնել հայտնաբերելու հետծննդաբերական դեպրեսիա ունեցող տղամարդկանց եւ տրամադրելու անհրաժեշտ աջակցություն։ Սա թերևս ավելի կարևոր է, քանի որ տղամարդկանց շրջանում այս ախտանշանները երբեմն կարող են ավելի ցայտուն լինել։ Տղամարդկանց հետ ծննդաբերական դեպրեսիայի ախտանշաններն են ինքնավստահության պակաս, օրինակ հայր լինելու կարողության հարցում, խնամքի պարտականություններից խուսափում, թակարդված լինելու զգացում, սոցիալական շփումներից խուսափում, ամուջրական կամ չափազանց խիստ վարքագիծ, դյուրագրգռություն, զայրույթ կամ ցինիզմ, ալկոհոլի կամ թմրամիջոցների օգտագործում, ծնողական բացասական վարքագիծ, ինչպես օրինակ ջերմության դրսևորման կամ արձագանքման բացակայություն, ֆիզիկական տկարություններ, ինչպիսիք են ստամոքսի ցավերը, ախորժակի փոփոխությունները կամ գլխացավեր քնելու դժվարություն, զուգընկերոջ հետ կոնֆլիկտ ունեն հատուկ կարիքներ ունեցող երեխա։